Հետև այն, ինչ ես կոչում եմ ցանկասիրություններ, ուժեղ ցանկություններ, ակնհայտներից մեկը նիկոտինն է։ Եթե դուք պարտադրական ծխող եք և չեք կարող թողնել, ապա հավանաբար նիկոտինի դև ունեք։ Դուք կարող եք ազատվել։ Ես կարող եմ ասել, որ տեսել եմ տասնյակ մարդկանց, որոնք ազատվել են։ Ալկոհոլը նույնպես։ Եթե դուք ալկոհոլիկ եք ուզում եք թողնել, բայց չեք կարող եք ազատվել, եթե դրան վերաբերվեք որպես դևի և ատեք այն։ Շատակերություն, դա նույնքան վտանգավոր է, որքան ալկոհոլը։ Վերջ ի վերջո այն կործանում է մարդու կյանքը։ Այնուհետև կան տարբեր թմրանյութեր, մենք չենք կարող մտնել ամբողջ թմրանյութերի թեմայի մեջ, բայց կան տարօրինակ կախվածություններ, ինչպես օրինակ սոսինձ հոտոտելը, որը բավական տարածված է երիտասարդների շրջանում։ Լիդիան և ես մի անգամ գործ ունեցանք մի երիտասարդ կնոջ հետ, որը մի հոգեգալստական եկեղեցու անդամ էր, և նա մեզ մեծ ամոթով ասաց. «Ես կախված եմ եղունգների լաքից»։ Նա ասաց. «Եթե ես մտնում եմ մի մեծ խանութի կոսմետիկայի բաժին, ես միայն երկու տարբերակ ունեմ, կամ պետք է գնեմ եղունգների լաք, կամ փախչեմ խանութից, այլ տարբերակ չունեմ»։ Դե երբ այդ դևը դուրս եկավ նրանից, այն ցնցեց նրան և ճչալով դուրս եկավ, դա հզոր էր։ Հիմա շատ կախվածություններ ճյուղեր են, որոնք աճում են ավելի մեծ ճյուղի վրա։ Այդ պատճառով, եթե պատրաստվում եք զբաղվել կախվածությամբ, հավանաբար պետք է զբաղվեք նաև ավելի մեծ ճյուղով։ Այդ մեծ ճյուղը սովորաբար հիասթափությունն է։ Երբ մարդիկ հիասթափված են, նրանք ինչ-որ բանի են դիմում մխիթարություն գտնելու համար, խմիչք, սնունդ, ով գիտի թե ինչ, թմրանյութեր։ Ուստի շատ դեպքերում բավարար չէ զբաղվել միայն կախվածության հետ, պետք է զբաղվել նաև հիասթափության հետ։ Թույլ տվեք մի պարզ օրինակ բերել փորձից ելնելով։ Ունենք երկու կին, որոնցից յուրաքանչյուրն ունի ամուսին, որոնք անհավատարիմ են, շրջում են, շատ փող են ծախսում և իրենց կանանց քիչ սեր են ցույց տալիս։ Այսպիսով երկուսն էլ հիասթափված են։ Նրանցից մեկը անգլիկան է։ Նա գործում է բավական բարձր հասարակության մեջ և նրա լուծումը կոկտեյլների պահարանն է։ Նա պարզապես պետք է անցնի սենյակի մյուս կողմը և խմիչք վերցնի, և նա դառնում է ալկոհոլիկ։ Մյուսը Աստծո եկեղեցի համայնքից է, և ես նկատի ունեմ կոկտեյլների պահարանները նույնիսկ նրա բառապաշարի մեջ չկան։ Բայց նա նույնպես պետք է ինչ-որ մխիթարություն գտնի։ Ուր է նա գնում, ասեք ինձ, սառնարան, ճիշտ է, վերցնում է պաղպաղակ և ձեռք է բերում կախվածություն, այո թե ոչ։ Կան մարդիկ, որոնք կախված են զովացուցիչ ըմպելիքներից։